Գործարար Տաշիր Գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են քննչական կոմիտե, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից դեռ պաշտոնական արձագանք չկա։ Նշենք, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս է եկել իր առանձնատնից եւ իրավապահների հետ հեռացել։ Ժամը շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասել է. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը տեղի ունեցած իրադարձություններից հետո լուսաբացին հերթական գրառում է արել եկեղեցու մասին, նա անդրադարձել է նաև Արշակ Սրբազանին, ասելով, որ պետք է կարգալույծ լինի։ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հիմա ես պայքարում եմ ընդդեմ եկեղեցու, թե պայքարում եմ հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների։ Ես եկեղեցու դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ Իհարկե դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ», հրապարակման մեջ նշել է Փաշինյանը։ Մեկ այլ հրապարակման Փաշինյանը անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանին, որն իշխանությունների թիրախում է հայտնվել եւ ձերբակալվել եկեղեցուն աջակցող խոսքեր հնչեցնելու համար։ «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ», Սամվել Կարապետյանի այս խոսքերը Փաշինյանն իր ձևով է ներկայացրել, նշելով. «Մեջբերում, այսինքն այս մարդիկ հեծը իրենցը չեն էլ համարել եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե հեծը իրենցը չէ, ումն է ուրեմն, նրա սպառողներին է, նրա աշխատողներինը, ասել է թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է կամ աշխատակից։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի կամ պետականացվի։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից կամ պետականացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի», նշել է Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ազգայնավտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Փաշինյանի մեկ այլ որոշման համաձայն ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգայնավտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը, ասված է գործարար Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ, որտեղ մասնավորապես ասվում է. «Անկեղծ ատելությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը ցավոք այս իշխանության որակների ողջ ամբողջական ցուցակն է։ Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել։ Իմ ընտանիքիս կյանքի եւ գործունեության առանցքում այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետեւ դրանց հիմքում ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր եկեղեցու հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից Աստծո օգնությամբ», հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանը։ Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Կանադայի Կանանասկիս քաղաք մասնակցելու մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ուկրաինական հասարակական պարբերականը։ Նշվում է, որ նա հանդես կգա հատուկ նիստում ուժեղ եւ անկախ Ուկրաինա խորագրով, որտեղ քննարկվելու է Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանությունն ու միջազգային աջակցությունը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուռահման Մուսավին իրանական պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում դիմել է Թել Ավիվի ու Հայֆայի բնակիչներին, կոչ անելով լքել քաղաքները։ Օկուպացված տարածքների, մասնավորապես Թել Ավիվի ու Հայֆայի բնակիչներին նախազգուշացնում ենք, որ լքեն տարածքները իրենց կյանքերը փրկելու համար, ասել է նա։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է վարվել, քննադատելով մեծ յոթնյակի առաջնորդներին Ռուսաստանին G8-ից բացառելու եւ Ուկրաինայում պատերազմը սրելու համար։ Թրամփը ճիշտ է անում ամեն ինչ։ Նա արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի դեմ անհիմն քաղաքականության եւ պատերազմի հրահրման համար, գրել է Ֆիլիպոն սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Մոսկվան համակարծիք է Թրամփի այն դիրքորոշմանը, որ Ռուսաստանի դուրսբերումը G8-ից եղել է սխալ։ Սակայն ըստ Պեսկովի ներկայում G7-ը այլևս հետաքրքրություն չի ներկայացնում Ռուսաստանի համար՝ ի տարբերություն G20-ի։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը սկսել են հրթիռների եւ անօդաչուների նոր ալիքով հարձակումներ Իսրայելի ուղղությամբ, ինչպես հայտնում է Թանսիմ գործակալությունը, հարվածները նպատակաուղղված են օկուպացված տարածքներում գտնվող օբյեկտներին։ Սա արդեն երկրորդ հրթիռային գրոհն է վերջին օրերին։ Նախորդ ալիքը տեղի էր ունեցել հունիսի 17-ի գիշերը, թիրախավորելով Նևաթիմ ավիաբազան եւ Նեգևի անապատում գտնվող ռազմական օբյեկտները։ Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում Իսրայելի եւ Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Լրատվամիջոցը ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրի համաձայն նշում է, որ սա վերաբերում է մասնավորապես F-16, F-22 եւ F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները օգնում է իսրայելական ուժերին հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները։ Ռուսաստանի Դաշնության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը քննադատել է մեծյոթնյակի աջակցությունը Իսրայելին Իրանի հետ հակամարտության համատեքստում դա անվանելով բացահայտ կեղծավորություն։ Նրա խոսքով G7 երկրները դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, սակայն արդարացնում են Իսրայելի հարվածները Իրանի դեմ։ Երկակի ստանդարտները G7-ի ձեռագիրն են, այդ բլոկն արդեն հնացած քաղաքական միավորում է, եւ Մոսկվան չպետք է հույժ արձագանքի նման հայտարարություններին։ Նշել է Ջաբարովը, նախորդ օրերին G7-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ աջակցել էին Իսրայելին մեղադրելով Իրանին Մերձավոր Արևելքում ահաբեկչության հովանավոր լինելու մեջ եւ կոչ էին արել հասնել դեսկալացիայի ու կրակի դադարեցման, այդ թվում Գազայի հատվածում։ Ռուսաստանցի դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտնել է, որ Իսրայելում գտնվելու ընթացքում ստիպված է եղել առավոտը սկսել բոմբաստարանում։ Նա հրապարակում է արել իր Instagram-յան էջում, պատմելով, որ սովորականից դուրս ժամին հնչել է տագնապի ազդանշանը։ 52-ամյա արտիստը նշել է, որ տագնապից հետո ուղևորվել է տեղական սրճարան ինքն իրեն հյուրասիրելու թարմ խմորեղենով։ Վիտորգանը Իսրայելում է թատերական ներկայացման մասնակցության համար, որտեղ խաղում է նաև Վիկտորիա Տոլսոգանովան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ рэփեր Ալիշեր Մորգենշտերնը նույնպես ապաստանել էր իսրայելական բունկերում Իրանից արձակված հրթիռների պատճառով։ Ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը հեգնանքով արձագանքել է Իլոն Մասկի կողմից թմրամիջոցների բացասական թեստի արդյունքի հրապարակմանը, նշելով, որ երբեք չենք իմանա որքան արժեցավ այդ արդյունքը։ Կալաչովն իր տելեգրամյան ալիքում ավելացրել է, որ Ռուսաստանում դա ավելի էժան կարժեներ։ Մասկի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ նրա արյան մեջ չեն հայտնաբերվել կոկային, ֆենտանիլ, կետամին, ինչպես նաև օպիատներ, մեթադոն ու կանաբինոիդներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ում պնդումներ էին հնչել, թե Մասկը թմրանյութեր է օգտագործել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ։ Թրամփն էլ իր հերթին չէր բացառել, որ իրենց վեճը կարող էր պայմանավորված լինել նման ազդեցությամբ։ Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան հարվածել են Դոնեցկի այն շրջանին, որտեղ գտնվում են միայն քաղաքացիական օբյեկտներ եւ խաղաղ բնակիչներ։ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինիի խոսքով վիրավորվել է 14 մարդ։ Նա մանրամասնել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան HIMARS հեռահար հրթիռներով։ Կերչի բնակիչ է ձերբակալվել Կիևին Ռուսաստանի Դաշնության զուի օբյեկտների տվյալները փոխանցելու համար։ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինիի խոսքով կան նախնական տեղեկություններ զոհվածների մասին, նրանց թիվը ճշտվում է։ Ռուսաստանը Իրանին եւ Իսրայելին կոչ է անում առավելագույն զսպվածություն եւ հակամարտության դիվանագիտական կարգավորում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Մենք տվյալ դեպքում կողմերին առավելագույն զսպվածության կոչ ենք անում, որպեսզի հետագայում այսպես թե այնպես անցնեն կարգավորման խաղաղ քաղաքական դիվանագիտական ուղու, նշել է Պեսկովը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է տագնապալի եւ ընթանում է հետագա էսկալացիան սրելու ճանապարհով։ Նրա խոսքով տարածաշրջանում պահպանվում է իրադարձությունների զարգացման անկանխատեսելիության բարձր մակարդակը։ Եթե Իրանի ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, ապա ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե նրանք խոսելու ցանկություն ունեն, ապա գիտեն ինչպես գտնել ինձ, գրել է նա։ ԱՄՆ առաջնորդը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն արդեն կայացել են, դրանք անվանելով շինծու։
Իսրայելի պաշտպանության բանակը ցախալը մի շարք նոր լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին, այս մասին իսրայելցի զինվորականները հայտարարել են իրենց պաշտոնական տելեգրամ ալիքներում։ Իսրայելի զինված ուժերի տվյալներով ոչնչացվել են տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ, հրթիռների եւ արձակման կայանքների պահպանման համար նախատեսված, բացի այդ Իրանի արևմուտքում հարվածներ են հասցվել զենիթային հրթիռների արձակման կայանքներին եւ անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերին, հայտնել է աղբյուրը։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցահալը առաջին անգամ կիրառել է երկաթե ճառագայթ լազերային հակաօդային պաշտպանության համակարգը, խոցելու իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Տեղեկությունը հայտել է Իսրայելի դեսպանության ներկայացուցիչը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ դեսպանության լազերային համակարգը փորձարկման ռեժիմով արդեն օգտագործվում է իրանական հարձակումները կասեցնելու համար, իսկ ներկայիս կիրառությունը Իրանի հետ հակամարտության ժամանակ առաջինն էր իրական մարտական իրավիճակում։ Երկաթե ճառագայթը նախատեսված է փոքր հեռահարության հրթիռների, ականների եւ անօդաչուների ոչնչացման համար։ Մինչեւ 7 կիլոմետր շարավղով այն լրացնում է երկաթե գմբեթ համակարգը, խոցելով այն թիրախները, որոնք չափերով չափազանց փոքր են ավանդական միջոցներով ֆորսալու համար։ Պենտագոնը դեռևս չի պատրաստվում Իրանում ցամաքային գործողություն իրականացնել, այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստի թղթակից Անդրեյ Կոցը, ինչպես գրում է թղթակիցը, ամերիկյան ռազմաօդային ուժերը Եվրոպային տեղափոխել ավելի քան 30 KS-135 եւ KS-46 լիցքավորող ինքնաթիռ, պաշտոնապես ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար։ Դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակով երկու հնարավոր սցենար կա։ Առաջինը դաշնակիցների օդուժին աջակցելն է, երկրորդ տարբերակը ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունն է հակամարտությանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս մասին բազմիցս դիմել է Վաշինգտոնին, սակայն մինչ այժմ նրան մերժել են, գրում է Կոցը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին թույլ չի տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանել G7-ի հանդիպմանը, մամուլի ներկայացուցիչների հարցերին գրում է Daily Mail-ը։ Քարնին ընդհատել է Թրամփի հարց ու պատասխանը լրագրողների հետ այն սկսվելուց 8 րոպե անց։ Ես պատրաստվում եմ, այսպես ասած, հանդես գալ որպես G7-ի նախագահ, քանի որ նախագահն ու նրա թիմը եւս մի քանի րոպե ունեն, ասել է վարչապետը։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչի հետևանքով Թել Ավիվ քաղաքը իրանական ԶԼՄ-ների ամբողջությամբ կաթված է արել։ Արտաքին դիվանագետները եւ տեղացիները սկսում են հեռանալ երկրից։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ հարվածներից հետո Թել Ավիվում խաթարվել է էլեկտրամատակարարումն ու վառելիքի մատակարարումը։ Քաղաքացիները հիմնականում գտնվում են ապաստարաններում, իսկ արտասահմանյան դիվանագետներն ու իսրայելցիները լքում են երկիրը ցամաքով դեպի Հորդանան եւ ծովով դեպի Կիպրոս։ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից արձակված նոր հրթիռների մասին, ինչից հետո Թել Ավիվում պայթյուններ են տեղի ունեցել եւ օդային տագնապի ազդանշաններ են հնչել երկրի մի շարք շրջաններում։ Զինվորականները կոչ են արել բնակչությանը մնալ ապաստարաններում մինչեւ լրացուցիչ տեղեկացում։ Ավստրիայի փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկել ընտրել Ավստրիան որպես Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայր։ Այս մասին հայտնում է ավստրիական Express հրատարակությունը։ Որպես չեզոք երկիր, Ավստրիան իդեալական վայր կլիներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների համար, ասել է նա։ Բաբլերի խոսքով Վիեննան դիվանագիտական հարաբերությունների երկար ավանդույթ ունի։ Պետության ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ Վիեննայում է գտնվում Եվրոպայի ՄԱԿ-ի կենտրոնակայանը։ Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, ավելացնելով 10 անհատի եւ 20 նավ, որոնք ենթադրաբար կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում։ Հակառուսական պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում avելացվել են 10 նոր անհատ եւ 20 նոր նավի անվանում, ասվում է փաստաթղթում։ Նշվում է նաեւ, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանության նախարարության խորը ծովային հետազոտությունների գլխավոր տնօրինության դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի լավ տարբերակ է փնտրում, քան հրադադարը Մերձավոր Արևելքում եւ ձգտում է հասնել հակամարտության իրական ավարտին։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ այնքան էլ հակված չէ անձամբ բանակցել Իրանի հետ։ Նրա խոսքով ինքը կարող է Թեհրանի հետ բանակցելու համար ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին եւ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը դեռևս Թեհրանին չի դիմել խաղաղ բանակցություններ վարելու առաջարկով։
Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն անդրադարձել է երկրի ղեկավարի կողմից հոգևորականների վեհափառ հայրապետի մասին վիրավորական եւ թիրախավորող հրապարակումներին։ Նա նշել է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Վերջին շրջանում եկեղեցու եկեղեցականների եւ հատկապես ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ նրանց աջակցող անձանց նկատմամբ արշավ սկսած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է ինչ սպառնալիքներ չէր հնչեցրել, սակայն լռությունը երկար չտևեց, հավանաբար պայմանավորված տարբեր քաղաքական գործիչների արձագանքով։ Փաշինյանը հոգևորականների վերաբերյալ հերթական աղմկոտ հրապարակումն է արել։ Հաստատում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա, երկկողմ այց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այդ այցը պատմական այց է, որովհետև Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու, նշել է Սիմոնյանը։ Նա նաև անդրադարձել է ընդդիմությանը, պնդելով, թե Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ է եւ ասել է. իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել են մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ, եզրափակել է Ալեն Սիմոնյանը։ Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են ապարանի տարածաշրջանում հունիսի 15-ին գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են Ապարան քաղաքում եւ Լուսագյուղ բնակավայրում։ Ապարանում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շուրջ 140 բնակելի տուն եւ ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի եւ 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն եւ 15 արևային կայան։ Աշխատանքները շարունակվել են ամբողջ ծավալով, ուղղված բնական աղետի հետևանքների վերացմանն ու բնակչության բնականոն կենսապայմանների վերականգնմանը։ Գիշերային հարվածներից հետո Կիևում վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքներ հայտնելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավար Կլիմենկոն։ Ուկրաինայի մայրաքաղաքում կրկին օդային տագնապ է հայտարարվել։ Գիշերը Կիևի Ժուլիանի օդանավակայանի վրա հարձակում եւ պայթյուններ են եղել, որից հետո սկսվել են էլեկտրաէներգիա անջատումներ, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի։ Նրա խոսքով Իսրայելը կընդլայնի Իրանի դեմ իր ռազմական արշավը։ Դուք դրա մասին կիմանաք 2 օրից, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա նշել է, որ ցանկանում է, որ Իրանի իշխանությունները լքեն Թեհրանը խաղաղ բնակիչների անվտանգության համար, ըստ Թրամփի Իրանը շատ մոտ է միջուկային զենք ստանալուն։ Թրամփը նաև անդրադարձել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի նկատառմանը, թե ԱՄՆ նախագահը լքել է G7 գագաթնաժողովը եւ գնացել Վաշինգտոն Իսրայելի եւ Իրանի միջեւ հրադադարի հասնելու համար։ Սա ճիշտ չէ եւ որևէ կապ չունի հրադադարի հասնելու հետ։ Խնդիրն ավելի լուրջ է, Էմանուելը միշտ սխալ է հասկանում հարցերը, ես չգիտեմ նա դա անում է դիտավորյալ թե ոչ, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ հրապարակային դիրքորոշում է ձևավորում Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական մասնակցության օգտին, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հեղինակների կարծիքով Թրամփի տոնի փոփոխությունը տեղի ունենում այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգները ռազմանավերն ու ինքնաթիռները տեղափոխում են տարածաշրջան արձագանքելու հետագա էսկալացիային։ Բացի այդ նշվում է, որ Իսրայելին դեռ չի հաջողվել ոչնչացնել իրանական ուրանի հարստացման գործարանը Ֆորդոում, որը գտնվում է գետնի տակ։ Դրա համար հրեական պետությանը պետք կլինի ամերիկյան Massive Ordnance Penetrator ռումբը, սակայն Իսրայելը չունի զինամթեր կամ ռմբակոծիչ, որն անհրաժեշտ է դրանք հասցնելու համար։ Ռումբը ներկայումս առաքվում է B2 գաղթագողի ռմբակոծիչով, ասվում է տեքստում։ Ըստ AP-ի խորացնել ամերիկյան միջամտությունը հնարավոր է իսրայելցիներին բունկերային ռումբեր մատակարարելով, ներթափանցելով իրանական միջուկային օբյեկտներ, որոնք գտնվում են գետի խորքերում կամ տրամադրելով ԱՄՆ-ի այլ ուղղակի ռազմական աջակցություն։
Իրանական հարվածները Իսրայելին կատված է արել Թել Ավիվը քաղաքի բնակչությունն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ապաստարաններում։ Այս մասին հայտում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Հունիսի 17-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայում Մարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա, օգտագործելով նոր զինատեսակներ։ Նրա խոսքով առաջիկա ժամերին այդ հարձակումները կուժեղանան։ Նա նաև հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում տարբեր տեսակի անօդաչու սարքեր ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում եւ Հայֆայում։ Երկար սպասված պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգից մեկ կրակոցը բավականին մեծ գումար կարժենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար, այս մասին հայտում է Wall Street Journal-ը։ Սա թանկարժեք եւ պահանջված զենք է, որը Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ձեռք բերել ավելի մեծ քանակությամբ։ Զինամթերքի մեկ լիցքավորումը կարող է միլիոնավոր դոլարներ արժանալ, ասվում է հրապարակման մեջ։ Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինան ունի այդ համակարգերի սահմանափակ քանակություն, մինչդեռ Վաշինգտոնը չի շտապում մեծ քանակությամբ զենք մատակարարել։ Արդյոք հակասահմանադրական գործողություն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին ու եկեղեցականներին թիրախավորելու գործելավոճը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողները հարց են ուղղել արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին, սակայն վերջինիս վրդովեցրել է եկեղեցու եւ կուսակրոնության մասին հարցը։ Ավելին, նախարարը ճեպազրույցը կիսատ է թողել ու հեռացել։ Մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը։ Հակաիրավական գործողությունները լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Սահմանադրական խախտում ասելու եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի։ Լավ, եկեք հարցը հետեւյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Այս հարցի պատասխանը ունեք։ Չէ, ես շարունակում եմ։ Եկեղեցին սահմանադրական մարմին Այսինքն երկու բարի լինեք, հաջորդ անգամ լսել մարդուն ուղում եք հաց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։ Բայց դուք խոսում եք այնինչ ուզում եք խոսել, դուք հարցերին չեք պատասխանում։ Ես այլևս շարունակում եմ իմ խոսքը։ Առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն այդ առաջարկի հետ կապված Ադրբեջանը պաշտոնական պատասխան չի տվել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա մանրամասնել է, թե ինչ առաջարկի մասին է խոսքը եւ ընդգծել, որ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը, մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է, եւ նաեւ Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը, այդ պատկերացման եւ այդ առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երևանյան երկխոսության իր ելույթի ընթացքում ավելի տեխնիկական դետալները եւ այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչեւ օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը չափազանց լավ առաջարկ է եւ այս առաջարկը կլուծի ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Պաղեստինյան արմատական համաշարժումը խնդրել է Ռուսաստանին ստիպել Իսրայելին պահպանել միջազգային իրավունքը Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ, ասել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։ Շարժման ներկայացուցիչը պնդում է, որ Գազայում սննդի հասանելիությունը Իսրայելն օգտագործում է որպես զենք, որը խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը։ Մարզուկի խոսքով բնական է, որ Համասը շրջվում է դեպի Ռուսաստան, քանի որ նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է եւ որպես համաշխարհային տերություն կարող է օգնել իսրայելական պետությանը ստիպել պահպանել միջազգային իրավունքը։
Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ եթե Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերը ձախողվեն, ուժի կիրառման տարբերակը չի կարելի բացառել։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ Միացյալ Նահանգները ներկայումս հիմնականում պաշտպանողական դիրքերում է, բայց ինչ-որ պահի կարող է անհրաժեշտ լինել անցնել հարձակողական ռազմավարության։ Այնուամենայնիվ, նման որոշումները պետք է կայացնեն նախագահը, նրա թիմը եւ Պենտագոնը, ասել է Թյունը։ Նրա խոսքով ինքը չի ցանկանում կապել նախագահ Թրամփի ձեռքերը պաշտպանության հարցերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է ասել, թե ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կարող է պատերազմի մեջ մտնել Թեհրանի հետ։ Սպիտակ տան YouTube ալիքը հեռարձակել է ամերիկացի առաջնորդի ելույթը։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին, ասել է Թրամփը պատասխանելով լրագրողի հարցին։ CNN-ի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վախենում է, որ ամերիկյան բանակը կոնֆլիկտի մեջ կմտնի Իրանի հետ, քանի որ դա կարող է ազդել Թրամփի նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա։ Միառժամանակ նա հանրապետականների շրջանում բազեների ճնշման տակ է, նշում են լրագրողները։ Արևմտյան երկրները ստիպված կլինեն Ուկրաինային ստիպել գնալ փոխզիջումների, մարտերը դադարեցնելու համար, այս մասին գրում է Պոլիտիկոն։ Հեղինակները նշում են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումը կպահանջի շատ ավելի մեծ աջակցություն եւ էսկալացիա, ընդհուպ մինչեւ արևմտյան ուժեր ուղարկելը կամ ՆԱՏՕ-ի մասնակցությունը Մոսկվայի եւ Կիևի միջև հակամարտությանը։ Կիևի դաշնակիցները պատրաստ չեն ընդունել իրադարձությունների նման զարգացումը, ասվում է տեքստում, եւ դա բարդ, բայց ավելի ու ավելի անհրաժեշտ խնդիր է դնում։ Ուկրաինային աջակցելը կարող է շուտով նշանակել օգնել նրան ավարտել պատերազմը, ոչ թե հաղթել, գրում է Պոլիտիկոն։ Փոխզիջումային մոտեցումը կօգնի Ուկրաինային պահպանել իր ներկայիս տարածքները, նշվում է հոդվածում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել։ Հաղորդում է Մեհր Նյուզը։ Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային եւ Թել Ավիվին, հայտնել է նա։ Վլադիմիր Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որ ուղիղ կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ղեկավարության հետ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխոսնակ Կոստանտին Կոսաչովը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդական դերին։ Կոսաչովի խոսքով այս հակամարտությունում չափազանց մեծ են ռիսկերը։ Հետևաբար, եթե այն դադարեցնելու շանսեր կան, ապա այստեղ պետք է օգտագործվեն ցանկացած հնարավորություններ։ Դա պետք է արվի իշահ խաղաղության եւ իշահ մարդկության։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապի միջոցով ոչ պաշտոնական խորհուրդ կանցկացնեն քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում կապված Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության հետ։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսնակ Անվար Ալ-Անունին։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի լրջությունը, Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը վաղը ծրագրել է տեսակոնֆերանս արտաքին գործերի նախարարների հետ։ Դա թույլ կտա մտքերի փոխանակում միաժամանակ համակարգել դիվանագիտական գործողությունները Թեհրանի եւ Թել Ավիվի նկատմամբ եւ քննարկել, թե ինչպես վարվել, ասել է խոսնակը երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Եվրամիությունը նրա խոսքով կողմ է լիցքաթափմանը եւ տարածաշրջանային անվտանգությանը եւ կշարունակի անել հնարավորը դիվանագիտական միջոցներով լարվածությունը թուլացնելու եւ Իրանի միջուկային ծրագրին լուծում գտնելու համար։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, նշել է Ալ-Անունին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Եվրոպա, Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտնում է Պոլիտիկո պարբերականը։ Եթե Իրանը ցանկանում է խոսել, հիմա դրա իսկական ժամանակն է, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է երկխոսել, սակայն դա պետք է աներ դեռ վաղուց։ Նա նշել է, որ Թեհրանը չի հաղթում այս պատերազմում։ Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելին եւ այժմ նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Եթե Իրանն ուզում է խոսել, հիմա ճիշտ ժամանակն է, ասել է Թրամփը։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 18-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 18-ի գիշերը եւ կեսօրից հետո 21-ից 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 19-ից 20-ին 21-ից 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։